Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր որ նոր են միանում մեզ, այսօր շատ մշակութային եթեր ունենք, գրքի շնորհանդեսից մինչև երաժշտություն, այս պահին խոսում ենք ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի Պարի պետական անսամբլի մասին, որը մայիսի 27-ին Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Պարում է Պարի պետական շքեղ համերգային ծրագրով։ Սպասված համերգից առաջ բոլոր հետաքրքիր մանրամասների մասին կզրուցենք մեր հյուրերի հետ եւ այսպես մեր տաղավարում են Պարի պետական անսամբլի պարախմբի արտիստներ Սոնա Ցականյանը, բարի առավոտ, Սոնա, բարի լույս եւ Վահե Համբարձումյանցը։ Բարի լույս Վահե, ինչպես եք արթնացել, լավ է օրը սկսվել։ Այո, շատ շնորհակալություն։ Դրսում արևն է շողում, իսկ ամսի 27-ին մեզ սպասում է նույն չափ պայծառ եւ հրաշալի համերգ, դե խոսենք համերգային ծրագրի մասին։ Ինչ է սպասվելու հանդիսատեսին։ Ինչպես արդեն նշեցիք, մայիսի 27-ին ժամը 19:00-ին Ալեքսանդր Շպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը։ Պարում է Պարի պետականը խորագրով եւ հանդիսատեսին հանձնելու ենք բավականին բուռն համերգային ծրագիր, ինչպես հին ու սիրված, այնպես էլ նոր պարային բեմադրություններով։ Մենք գիտենք, որ Պարի պետական անսամբլը իսկապես հրաշալի պատմություն ունի իր հրաշալի ստեղծագործություններով բեմադրական։ Կարող ենք ասել, որ այս համերգը լինելու է հնի եւ նորի, որպես այդպիսին ամփոփում կամ ներկայացում, ինչպես է ծրագիրը, որպես այդպիսին ստեղծել, ինչ է սպասվում այսինքն։ Միանշանակ բոլոր նախորդող համերգներից մեր բոլոր հաջորդող համերգները լինում են ավելի լավը եւ ավելի որակով։ Լինելու են նաեւ նոր համարներ, ինչպես նաեւ հին այցեքարտ դարձած համարներ։ Նոր բեմադրություններից ունենք եւ տղաների եւ աղջիկների նոր բեմադրություններ, ներկայացնելու ենք նաեւ ծրագիր են վերադարձել երկու համար, տղաների հովիվների պարը եւ աղջիկների բալենի պարը։ Ներկայացնելու ենք նոր համարներ մոտակա համերգներին, մայիսի 27-ին ինձ թվում է դժվար ներկայացնենք, բայց մոտակա համերգներին ավելանալու է միանշանակ մեր ծրագիրը, լինելու է աղջիկների գյովընդ պարը եւ տղաների հանինա պարը։ Վայ, ինձ հետաքրքիր են ինչպես են ընթանում ձեր փորձերը, օրինակ, որքան ժամանակ է տևում, ինչպես եք պատրաստվում, պատրաստական ժամը 11:30 սկսվում է մեր փորձերը, 11:30-ից 1 ժամ մոտավորապես 10-ական պարին ենք մենք տրամադրում, դրանից հետո ունենում ենք փոքրիկ 10-15 րոպե ընդմիջում ու արդեն անցնում ենք ոնց որ պարերին։ Իսկ որպես արտիստներ ունեք ձեր նախընտրելի համարը պարային, որպես այդպեսին, բնականաբար որպես արտիստ եւ անսամբլի անդամ սիրում եք վստահ յուրաքանչյուր ստեղծագործություն, բայց հոգու խորքում կան ֆավորիտներ, որպես այդպեսին։ Օրինակ ձեր Սոնա։ Իմը օրինակ Վանուշ Խանամիրյանի Կակաչներ բեմադրությունը, ինչպես նաեւ Գագիկ Կարապետյանի Արցախի բեմադրությունը։ Իսկ ձերը Վահե։ Ես տղաների պարերից եմ միանշանակ Յարխուշտան եմ սիրում, որովհետև շատ ռազմական, ոնց որ ինքը կրակոտ պար է եւ ոնց որ շատ դիպուկ ներկայացնում է մեր ազգի ոնց որ անցած պատմությունը եւ ամենակարևորը պետք է հոգով պարել։ Այդ պարերից մեկն է, որ հոգին է ամենակարևոր, հետո նոր արդեն շարժումը։ Ինչքան ժամանակ է պարում եք Պարի պետական անսամբլում։ Արդեն 3 տարի է։ Ահա։ Միասին դուք 4։ Հասկանալի է։ Իսկ նախ եւ առաջ ինչ է ձեզ համար Պարի պետական անսամբլը որպես արտիստ եւ այս դեպքում նաեւ օջախ, կրթօջախ կարող է լինել կամ արվեստի, ինչ կյանքի կոնկրետ դասեր եք քաղում Պարի պետական անսամբլում լինելով։ Նախ եւ առաջ Պարի պետական անսամբլը մեզ համար ոչ միայն անսամբլ է, այլ նաեւ մի մեծ ընտանիք։ Յուրաքանչյուր արտիստ, արվեստագետ, մարդ, որը արվեստի շրջանակում աշխատում է եւ գործունեություն ծավալում, կարծում եմ, որ նախ վերաբերում է ընտանիքի, հետո նոր գործունեություն կամ աշխատանք։ Այո, իսկ որպես կրթօջախ ինձ թվում է բոլոր տեղերում էլ մենք ոնց որ մանկուց էլ սկսել ենք պարել եւ գնալով արդեն ավելի ենք աճում եւ Պարի պետական անսամբլում նույնպես օրեցօր ավելի նոր բաներ ենք սովորում եւ
ոնց որ աճում ենք հատկապես ավագ զուգահեռաբար։ Այո, այո։ Եվ ինչքան ուրախալի փաստ է, որ ավագ սերնդի ներկայացուցիչներ դեռ կան, դեռ շարունակում են ուսանել։ Ես պատկերացնում եմ ձեր բախտավորության եւ երջանկության աստիճանը, իսկ այսպեսին մի հարց, արդյոք պատկերացրել եք, մտածել եք անհատական կարիերա սկսելու մասին, ձեր խմբերն ունենալու մասին եւ ի վերջո դուք այն սերունդն եք, ովքեր ավագ սերնդից ստանում են այդ ամենը եւ ուզում եք փոխանցել նաև, այո, ստեղծել ձեր խմբերը։ Բնականաբար միտք կա հետագայում, բայց կարծում եմ դեռ պատրաստ չեմ, քանի որ դեռ շատ գիտելիքներ ունեմ ստանալու։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում արդեն երազանքներս իրականություն կդարձնեմ։ Ես նույնպես միտք կա, Միտք կա։ շարունակելու, հա, բարով, բայց թե դեռ սովորում եմ մանկավարժական համալսարանում եւ դեռ շատ բաներ ունեմ սովորելու, խաղալու, ոնց որ ավագ սերնդից, ինչու ոչ նաեւ մեր ղեկավարներից, բայց միտք կա։ Դե շատ լավ է, որ ամենակարևորը միտքը կա։ Ինչքան ժամանակ է սկսել եք փորձերը, օրինակ երբ մենք այո այս համերգի փորձերը, որովհետև մենք լինում է, չէ՞ որ հարցնում ենք, ասում են դե երկար ժամանակ է որ սկսել ենք փորձերը, այդ երկար ժամանակը շատ հարաբերական է յուրաքանչյուրի համար։ Այ դուք համերգային ծրագրին ինչքան ժամանակ առաջ եք սկսում պատրաստվել։ Մենք ամեն օր փորձենք, ամեն օր գնում ենք աշխատանքի, ամեն օր վերամշակում ենք մեր բոլոր համարները, ինչու ոչ նաև նոր համարների վրա ենք աշխատում։ Կարելի ասել ամեն օր մենք պատրաստվում ենք համերգներին հետագա, որովհետև ամեն համերգին ոնց որ մենք տարբեր պարեր չենք ներկայացնում։ Լինում են փոփոխություններ միանշանակ, լինում են նոր համարներ, լինում հին համարներ են ավելանում, բայց ամեն օր աշխատելով ոնց որ մենք միշտ պատրաստ ենք լինում մեր հետագա, այո։ Ձեզ համար միշտ ամեն օրը պատրաստվել է համերգի մոտալու համերգ։ Դե համերգներ են լինում փոքրիկ։ Յուրաքանչյուր արտիստ, մարդ, որը որ ստեղծագործում է եւ աշխատում է արվեստի շրջանակում, ունենում է շատ հետաքրքիր կենցաղավարություն, այս դեպքում ապրելու ոճ, ձև։ Ինձ հետաքրքիր է պարող արտիստը, պարային արտիստը, այս դեպքում ինչպես է կենցաղավարություն է ունենում, շատ չխմել, հետևել մարմնին եւ մկանային զարգացվածությանը, ինչպես եք դուք պատրաստվում, որովհետեւ ձեր մարմինը նաեւ ձեր գործիքն է։ Հիմնականում առողջ ապրելակերպ ենք վարում, որովհետև դա մեզ նաև օգնում է, որպեսզի միշտ մենք պատրաստ լինենք բոլոր համերգներին, ինչպես նաև անդադար մեր փորձերն են, որոնք նույնպես մեզ պահում են մեր կարգավիճակում։ Ֆորմայի մեջ կարելի է ասել։ Բայց գոնե ուրբաթ երեկոներ ունենում եք ինձ թվում։ Այո։ Ոչ հաճախ, բայց այո ունենում ենք։ Դե երիտասարդ են ապրում են, հասկանում ես։ Այ դե ես դրան եմ գալիս, հասկանում ես, որովհետև երբ ստիպված ես կրում զրկանքներ, օրինակ պատրաստելով մարմինը, ես կարող եմ այս դեպքում փաստել որպես դերասան, եթե պետք է լինել նիհար, այս դեպքում մոռանում ես ալկոհոլը կամ մոռանում ես քո սիրած ուտեստները, որովհետև դա գիտեք ինչ պետք է մարմինը պահպանվի։ Եվս մեկ անգամ եկեք հիշեցնենք համերգի վայրը, ժամը։ Մայիսի 27-ին ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը։ Պարի պետական անսամբլը երկար ու ձիգ իր տարիների հստակ փորձով եւ հրաշալի ստեղծագործություններով այնպես որ սիրելի արվեստասեր հեռուստադիտող ունեք ֆանտաստիկ հնարավորություն մայիսի 27-ին գտնվելու օպերայում եւ իհարկե վայելելու Պարի պետական անսամբլի հրաշալի ստեղծագործությունները։ Ինչպես նաեւ հրաշալի առիթ է, որովհետեւ հին համարներ են լինելու են նաեւ նոր, այստեղ հնի եւ նորի միջև ինչ որ մի sense այսպես լար կա եւ այդ լարը ակնհայտ է լինելու, այո։ Եվ նաեւ մի հարց, քանի արտիստ է լինելու բեմում։ Մոտավորապես 40 արտիստ։ 40 հանդես կգա այդ օրը բեմում, այո։ Իսկ 40 արտիստով է բաղկացած Պարի պետական անսամբլը, թե 40 արտիստ է այդ օրը մասնակցելու համերգային ծրագրին։ Բաղկացած է եւ 40 արտիստներից եւ 40-ը մասնակից կլինեն համերգային ծրագրին։ Դե մաղթում ենք ձեզ հաջողություններ, սիրելի ընկերներ, եթե կան ավելացումներ կամ շնորհակալություններ, որոնք որ անպայման պետք է բարձրաձայնվեն, այս բանին ուղղի եթերը հրաշալի հնարավորություն է։ Այս Պարի պետականի անցած բոլոր ուղիների համար նախ շնորհակալություն պետք է հայտնենք մեր բոլոր գեղարվեստական ղեկավարներին, գլխավոր բալետմեյստերներին, Ազատ Ղարիբյանին, Վանուշ Խանամիրյանին, Ասատուր Կարապետյանին եւ այժմ Գագիկ Կարապետյանին,
Գագիկ Կարապետյանի քրտնաջան աշխատանքի եւ միանշանակ արտիստների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Պարի պետականը միշտ մնում է բարձունքում եւ դեմ է դուրս գալիս ավելի լավ, ավելի որակով, ավելի ճաշակով, ինչու ոչ։ Այո։ Ավելի ցիկ, ամուր, գեղեցիկ արտիստներով։ Ովքեր են զբաղվում հագուստների մասով, ինչպեսի հագուստներ են լինելու համերգի շրջանակում, տարբեր պարային բեմադրություններին համապատասխան միանշանակ հագուստներ, ինչպես է սա տեղի ունենում, ովքեր են ձեր կողքին վիզուալ առումով։ Հիմնականում տարազները դեռ արդեն կարված են եղել, երբ որ մենք եղել ենք անսամբլում, բայց հիմա հանձնվում է այդ գործը Տերյան մշակութային կենտրոնին եւ Գյովընդ Պարի համար հենց նրանք են կարելու մեր նոր տարազները։ Լավ ընկերներն են։ Սպասում ենք շքեղ տարազների։ Այ մենք խոսեցինք ամենասիրելի գործի մասին, ամենասիրելի բեմադրության մասին։ Դուք ասացիք ձերը կակաչներն են Վանուշ Խանամիրյանի եւ Յարխուշտան։ Դա ձեր սիրելի ֆավորիտ այո ստեղծագործություններն են, գործերն են, համարները կարելի է ասել, իսկ այ հագուստի առումով որոնք են ամենագեղեցիկը, որոնք ավելի չգիտեմ, մեծ սիրով եք սպասում եւ Դրանք հարցադրումներ են արտիստներին, որովհետեւ մենք կարող ենք իհարկե քննարկել մի շարք ադմինիստրատիվ հարցեր, ինչպես են տեղի ունենում, ինչպեսի ֆինանսներ են պահանջում։ Բայց այսօր մեր հյուրը արտիստներն են։ Բայց քանի որ այո, պետք է զգացողությունների մասին նաեւ շատ խոսել, էլի այս դեպքում։ Հագուստների առումով չեմ կարող առանձնացնել, որովհետեւ բոլոր հագուստներն շատ հոգեհարազատ են եւ սիրում եմ, հատկապես վրայի նախշերը, աքսեսուարները, այնպես չեմ կարող հստակ առանձնացնել։ Բոլորն էլ մեծ սիրով կրում եմ։ Տեսեք, դուք օրինակ համագործակցում եք Տերյան արտի հետ, այս դեպքում օրինակ ես նրանց հետ համագործակցության շրջանակում ձեռք եմ բերել մի ֆավորիտ ֆանտաստիկ լուք, որը որ իհարկե նախշազարդերով է, այդ մարաշի ասեղնագործություններով եւ գալիս է իհարկե հնուց ու ունի իր հրաշալի պատմությունները։ Դուք ունեք արդյոք որևէ ձև, որը որ նախ ձեզ սազում է եւ շատ դուր է գալիս այդ տարազը ձեր վրա որպես հայկականություն։ Մեր բոլոր տարազների վրա հիմնականում հայկական, հիմնականում չէ, բոլոր տարազների վրա հայկական նախշեր են եւ մեր պատմությունը խորհրդանշող տարազներ են բոլորն էլ, որոնք որ կարված են։ Մենք մաղթում ենք ձեզ միայն հաջողություններ, լեփլեցուն դահլիճներով, իհարկե շատ ու շատ ծափեր, լավ արձագանքներ եւ իհարկե հաջորդող էլ ավելի որակյալ համերգի շրջանակում սպասում ենք ձեզ մեր տաղավարում։ Այնպես որ պատմել ձեզ մեր համերգներին։ Մենք սիրով։ Շատ սիրով, մեծ սիրով եւ որպես արտիստներ, անհատ արտիստներ, հետագայում եւ նաեւ Պարի պետական անսամբլին մեծ հաջողություններ։ Սիրով սպասում ենք։ Այո։ Անչափ շնորհակալ ենք։ Իսկ մեր եթերում սիրելի հեռուստադիտողներ կարճատև գովազդ, որից հետո կշարունակենք մեր եթերում։